Դեր Հիսուս Քրիստոսի անունով գողջունեմ ձեզ բոլորդ, որ այս առավոտ աննպաստ օդին տեղի չդվիք եւ կարողացաք դերոճությունը կալ միասնապար դեր բաշտելու։ Հոդնգայս պիտի երգենք թիվ 1 երգը փառապանություն։ Ամեն Մինչ ոտքի ենք մեր փոխադարձ ընթերցումը բիդելա թիվ 32 մեծ հրավերը Ով բոլոր զարավածներ շուրերուն եկեք եւ հստակ չունեցողներ եկեք ձախու արեք ու գերեք Եկեք Ինչու ծեր ստագը գվատնեք, այն պանի համար, որ հաց չէ, և ծեր վաստագը այնպիսի պանի համար, որ չի գշտացներ։ Ուշտակությամբ ինձի մրի գրեք, որպեսզի բարիքներ ուտեք, ու ծեր հոգին մարագությամբ սրաճանա։ Ծեր ագանչը խոնարեցուցեք ու ինձի եկեք, մդի գրեք, ու ծեր հոգին պիտի ապրի։ Դերը պնդրեցեք, քանի որ անիգա գկտնվի, զանիգա գանչեցեք, քանի որ անիգա մոդ է։ Ով ամբարիշտը իր ճամպայեն, ու անորեն մարդը իր խորհուրդներեն հրաժարի։ Եվ դերոջը թարնա, ու անիգա պիտի ողորմի անոր, ու մեր աստուծույն, վասնզի անիգա արադաբես գներ է։ Հաբա որ չապ երգրինք երգրե պարծրե, այն չապ իմ ճամփաներս ծեր ճամփաներեն պարծրեն, և իմ խորհուրդներս ծեր խորհուրդներեն։ Դեր օրդներ խոսքին ընթերցումը գերաբիրեմ հովիվը, որ մեզ աոտկով դերոչկահում մոդեցնե։ Մեր երկնավոր հայրը փառապանության և քոհունակ սրտով քու շնորհած կայդարչև գմոդենանք միածին որփույթ մեր փրկչի Տեր Հիսուս
անունով եւ անոր արժանիքովը շնորհակալ ենք այս մեծ շնորհքին համար, որ գվայելենք ամեն անգամ, երբ գահավաքվենք դաջարիտ մեջ, դեր միապերան քեզ փառք տալու համար, քեզի հետ հաղորդակցելու համար, այո դեր գհիշենք եւ գիտենք, թե որքան երանելիներ եք մենք, որ քեզ ունենք մեր կյանքերում մեջ։ Շնորհակալ ենք դեր փառք ուտանք քու խոստումներուդ համար, քու սիրույթ համար, քու գադարած ըսկանչելի կորձերուդ համար մեր կյանքերում մեջ եւ միջոցով։ Այո դեր աշխարհ խուջաբի մատնված է, մարդիկ դխուր են, հուսاد են եւ քալիկ օրերուն վրայով լսել են սիրտերնին գահալին, բայց քու զավակները դեր քեզմով խաղաղ են, ուրախ են եւ դեր շնորհակալ ենք, որ մենք քու մեջդ ապահով ենք եւ հավիդյան ապահով ենք։ Փառք ուտանք դեր, եկած ենք այս սարավոտ քո օրհնություններդ խնդրելու եւ դեր գաղութենք, որ պատրաստ ես մեր սրտերը, փանաս մեր մտքերը եւ դեր այն ճշմարտությունները զոր գուզես մեզի փոխանցել, գուզես մեզի սորվեցնել, սորվինք, լավ ըմբռնենք եւ դեր ավելի հարաճ երթանք հոգևոր յանքի մեջ, քեզ ճանչնալու մեջ եւ դեր փոլորանվեր քեզի հետ քալենք եւ ապրենք քեզի համար, ով դեր սկիզբեն մինչև վերջ մեր պաշտամունքին դեր ցերկերուտ հանցնելով գարավարես եւ փարավորվից դեր հիշե դեր այն երկիրները որ խորհուրդներ կան մարդիկ գմերնին հավիդանականության գացնին հոն նաեւ քուզավակներդ գխնդրենք որ դու բոլորին օգնես զորացնես եւ այս չար օրերու մեջ դեր մարդոց արթնցնես որբեսի անոնք քուտ խնդրեն ինչպես գարտացինք դերը փնդրեցեք այո դեր թուն գհրավիրես մարդոց գոչ կնես որբեսի անոնք քեզի դառնան առաջ որ քու փարգությունդ թափես այս անզերծ աշխարհին վրա դեր օգնես հավատարիմ մեր անձերուն վրա մեր սերերը մաքրենք օրեօր իմաստուն գույսերու նման պատրաստ քեզ թիմավորելու պատրաստ լանք ով դեր մայր հայրենիքնալ ցերկերուտ գանցնենք անոր ներգան եւ աբական դեր գխնդրենք որ մեր ժողովրդին ներսիտին որբեսի անոնքալ դեր քութեմ կթխնդրեն դեր հիշեպոլոր եկեղեցիները այս պահուս ուր որ հավաքված քեզ գբաշտեն քորտնությունդ անոնց վրայալ հանգչի եւ խոսքիդ մադագարարությունը օրտնություն շինություն եւ փրկություն Հիսուսյանով գոթենք փառքիդ համար ամեն ամեն Փարապանենք մեր դերը երկելով 88-րդ երգը ինձ մե բարձրակույն սուրբ վեմին հավատքի հոգիս իր ցավով վիշտերով գթրչի Ինձ մե բարձրակույն սուրբ վեմին հավատքի հոգիս
ես կդամ ապավեր, և որ չապաջավ ոսուրվեմ հավատքիս, քեզ մով գորուստ է պաշտպանված է հոգիս, Փրկիչին քեզ մով, Փրկիչին քեզ մով, Փրկիչին օրհնյալ, Գոհ քեզ մով ես գաբրի։ Ամեն։ Շնորհակալ ենք Վիքի, Մարիթա, Աստված օրհնե։ Երկը գսե մինչև դեսնեմ դոնս երկնային, օրմը հավիդենական դունը պիտի երթանք և մեր վերջնական հանգիստը պիտի գտնենք։ Հիմա եթե ցեզի հարցնեմ, ով կփափակի ավելի գանուխ երթալ, Մաստությունը պիտի սեն չէ միաջաբարեր, բայց պարտնանք, որ այս է մեր հույսը։ Առաքյալը գծել է ապրիմ, մերնիմ, ես Քրիստոսի կպատկանիմ։ Ան իմս է, ես անորեն պարկ ուտանք այս հույսին համար։ Իրապես սկանչերի երկմն է, երանիտ է, ոտքի ժամեն, հավատանք, որ Աստված կլսե մեր աղոթները և կպատասխանե։ Պիտի կարդամ հատվածը Եզրաս գիրքեն
Մաբաուտ ուզեցի, որպեսի խոնարհենք մեր դերասություն առջև ու անգեհաճող ճամփորդություն խնդրենք մեզի ու մեր ներուն եւ մեր բոլոր ստացվածներ Ամփում մեջ մեզ թշնամիներեն պաշտպանելու համար թագավորին զորացիավոր ուզելու ամաչծա, որովհետև թագավորին ըսեր էինք, թե մեր Աստծուն ցերքը բոլոր զանիգա փնտրերուն վրա է փարությամբ, զորությունը ու փարգությունը ամեն անոնց վրա, որոնք զանիգա գթողուն, ուստի ձոն բռնեցինք, այս բանի մենք օգնություն ու անիգա մեր խնդրվածքը ընդունեց։ Աստուծո շնորհքով գշտակենք ինչպես աղոթել։ Աղոթքի նյութին շուրջ, եթե սխալ ըմբռնումներ ունենք, փրկան է, որ պիտի շփայինք, ինչ ունենք, եւ մինչև իսկ Աստուծո թեմ պիտի լարվենք, շատերուն վիճակն է։ Աստված ինչու իմ աղոթքս չլսեր։ Ես ինչ քեշ բան ըրած եմ, աղոթքներս չպատասխաներ։ Ես որ բարի սիրտ ունիմ, ես ապաշխարած եմ սողներեն շատ ավելի լավ բնավորության դեր մեկն եմ, որ Այս և նման արտահայտությունները աղոթքի շուրջ սխալ ըմբռնումի հետևանքն է։ Աշխարհի բնակչության մեծամասնությունը չսելու համար բոլորը գաղոթեն։ Որ գանքի մգապատկանի գաղոթե։ Այդ աղոթողներու մեջ թասակատ մգա Աստուծո համար գաղոթեն։ Ասոնք երբ գաղոթեն, իրենց երևակայության մեջ գեցած են մեգումը արջև, որ բռնագալ է։ Ուստի գաղոթե, որպեսզի զայն քոհ ձգե եւ իր Աստվածը չի չղայնացնե։ Թասակարկ մնալ գա աղոթելու սիրույն գաղոթե։ Գաղոթե, որպեսզի ինք քոհ մնա, զգալով, որ բարդականությունը գադարած է։ Թասակարկ մնալ գա գաղոթեն, որ Աստված իրենց ուզածը գադարե, ինչ որ իրենք ծրագրած են, Աստված գադարե։ Ասոնք ալ իրենց երևակայությանը մեջ գեցած է մեգում արջև, որ իրենց ծարան է, սպասավորն է, և ստիպված է ներկայացված խնդրանքները գադարելու, միշտ ունենալով այն զգացումը, որ իրենք ինչ ըրած են Աստուծո համար, և իրենց շուրջը գտնվող մարդոց շատ ավելի լավ են, որով Աստված բարդական է իրենց, ինչպես որ իրենք իրենց բարդկը գվճարեն Աստուծո աղոթելով, Աստված ալ իր բարդկը վճարելու է իրենց աղոթներուն պատասխանելով։ Գուդաս, գուդամ, չես տար, ես ալ չեմ տար։ Թասակարկ մնալ գա գաղոթեն, որպեսզի Աստուծո կամքը գադարվի։ Ասոնք երեք բաներ ունին զոր դարբեր գնե մույսերեն։ Մեկ, համոզված են, որ Աստուծո կամքը բարի է, գադարյալ է և հաճելի է։ Ասպեսիներ գահավատան, երբ Աստծո կամքը գադարեն, հաճույք է իրենց համար, ուրախություն է։ Երկու, գահավատան դերոջը համոզված են, որ Աստված բոլոր բաները բարի կործանից կնե կամ գթարցնե անոնց համար, որոնք զինք գսիրեն։ Երեք, քոհունակ սիրտ ունի։ Ամեն բանի մեջ
ոտքով իրենց խնդրվածքը Աստուծո գահիտնեն քոհությունով ու ոչ թե քանքադելով։ Տուն որ տասագարքին գբատկանիս։ Գուզես գիտնալ, եթե գուզես գիտնալ, պիտի գիտնաս, հարցը ուզելն է։ Աստուծո փառք ունենք, որ այս մեծ Բաքի բայեցողության շրջանի մեջ գտնվելով շատեր գուզեն ավելի սուրբ լալ, սիրտերին մաքրել, եկեղեցի հաճախել, աղոթել եւ այլն։ Հիանալի է։ Ես ալ փափակեցա ինչու եւ ինչպես աղոթել նյութի շուրջ խոսիլ եւ այս երրորդ գիրագին է։ Գարտացված հատվածի մեջ գտեսնենք, որ Եզրաս քահանան ժողովուրդը գհրավիրե ձոմաբահությամբ աղոթելու եւ Աստուծո առջև խոնարհելու եւ անգե հաճող ճամփորդություն խնդրելու։ Գրնակ կարդալ ամբողջ գլուխը, պետք էր Երուսաղեմ երթային, Փարիզ բշինեն եւ այլն, նորոգություններ, ճամփան վտանգավոր է եւ թակավոր է զորք խնդրելու ամճցակը ինչպես կարդացի, ինչու ամճցար, որովհետեւ իրեն ըսած ենք, որ Աստված բարեբաշներուն հետն է, այնպես որ հիմա եթե խնդրենք իրմե, որ մեզի փանակ դա զինվորներ, որբեսի պաշտպանե, որովհետև ճամփան վտանգավոր է, այնադեն թակավորը պիտի չէ որ թուն գսես որ մեր Աստվածը բարիներուն, բարեբաշներուն հետն է եւ այլն, անորամար գսե ամճցա թակավորեն զոր խնդրելու։ Եվ ձոմաբահություն խնդրեցի, ձոմաբահություն քարոզեցի եւ Աստուծո առջև խոնարհելու եւ անգեհաճող ճամփորդություն խնդրելու։ Ինչպես աղոթեցին, մեր նույննալայդեր չէ, ինչու եւ ինչպես աղոթել, ձոմաբահությամբ եւ այս կետը գուզեմ այս առավոտ շեշտել։ Կարծեք ոմանք բայեցողության եւ ձոմաբահության միջև եղած դարբերությունը չեն գրծած զանազանել կամ չեն ուզեր զանազանել։ Այս պատճառով շփոթության մատնված են։ Սուրբ Գիրքեն հատված մը գարտան ձոմաբահության մասին գխոսի, հստակ է, այդ բառնալ գործած է, իրենք բայեցողության մասին գխոսին։ Գփափակիմ այս երկուքին դարբերությունը տեսնել։ Ձոմ կամ ձոմաբահություն կամ բայեցողությունը այս երկուքնալ հիանալի են։ Ձոմաբահությունը Աստվածաշունչի հիմք ունի։ Իսկ բայեցողությունը հիանալի է եւ Աստծո փառք կուտամ, որ եկեղեցվո հայրեր իրենց կանոնի մեջ անցուցած են եւ անգե մեզի հասած է հայրերու կողմէ, որ խիստ քնահատելի է եւ օգտակար է բայեցողությունը։ Բայեցողությունը կանանչեղեն եւ ընթեղեն ուդել է, հիանալի է։ 40 օր վերջանալեն ետքը գրնակ հաջորդ ամիսը նորեն մի քանի օրեր բայեցողություն ունել։ Հիանալի է, առողջապահական է։ 40 օր մսեղենները, անուշեղենները հերու գենալ, իրապես անոնք, որոնք գնեն այդ բանը, գբահեն, հիանալի է։ Ոմանք կքննադատեն թշպարտաբար բայեցողություն կատարողները, ըսելով, թե Սուրբ Գիրքը այս տեսակ բանը չուսուցաներ, չի պատվիրեր։ Մենք Սուրբ Գիրքեն դուրս չենք ելներ։ Շատ թյուրին է քննադատել, ամենաթյուրին բանն է։ Ինչու այս քննադատողները ինչ որ Սուրբ Գիրքը գսե այդ գնեն, Սուրբ Գիրքը գսե մի նախանցիր, զոր օրինակ։ Եվ գտեսնես, որ նախանց ունի։ Գսե ծեր մեջ են վերցվի, նախանցը, գրիվը, չարությունը, փառքությունը, վերցուցեք Սուրբ Գիրքը գսե։ Եվ գնայս այսպես Սուրբի հովեր արած են ասոնք, որոնք գսեն մենք Սուրբ Գիրքեն դուրս չենք ելներ։
եւ այնպես գունեն որ գզարնա սուրբիրքը գսե ադելությունը սրդե դուրս պետք է հանես եւ իրենք ադելություն ունին սրդերու մեջ գսե ան որ իր եղբայրը գադե մարդասպան է այդպես գսե սուրբիրքը գտեսնեք որ խոսիլը թյուրուն է սուրբիրքը գսե չարախոսություն մի աներ այդպես գսե այնպես որ բակ բռնողները քննադատողներուն սիրտերու մեջ արելի մեղքեր կան եւ չեն ուզեր դուրս հանել մյուս կողմը աշխատին իրենց թիմացինին աչքի մեջի շուղը դուրս հանել ասիկա ցավալի երևույթ մնե եկեղեցական պատմության մեջ մինչև այսօր գտեսնենք հետևաբար բայեցողությունը սուրբ քրային է ոչ պատասխանը ոչ է օգտակար է լավ է շատ օգտակար է անշուշտ օգտակար է եկեղեցու հայրերը մեկը ասած է գողորթը զսպողը բոլոր մարմինը զսպած կլա ճշմարտություն է հարցը սակայն ուրիշ տեղ է սիրտի մեջն է պատմությունը օրմը թաղական խորհուրդը վարչական խորհուրդը գերտան քահանայինքով ատենաբեդը գսե դեր հայր այս 40 օրվա մեջ ինչ ջաշեր բեք չէ ուդենք խելացի քահանան ալ գսե նայեցեք գսե ինչ ուզեք գերեք միայն իրարու միս մի ուդեք Անոնք որոնք սուրբի հովեր արած գերած են գզարմանաս մենք սուրբի կերպուր չեն գելեր որ կրված այդ սուրեն անգեց պետք ելնանք դերոր չարչև խոնարելու եք և մեր սիրդին վրա և ոչ թե արտաքին երևույթներուն այնպես որ Պրոբլեմը սրդին մեջն է։ Եվ ձոմաբավություն կնշանակե, ինչպես որսի գուզեմ շեշտել այս ուղղությամբ, ոչ ուդել, ոչ խմել։ Ըլլահին գդագարանի մեջ, որ գարտացինք, ըլլանոր գդագարանի մեջ այս երևույթը գտեսնենք։ Սուրբ քրային հիմք ունի։ Ասոնք, անոնք որոնք ձոմ բռնած են, ոչ գերած են, ոչ ալ խմած են։ Մերդենալ ձոմ բայեց, ինչպես կգարտակ Մատյոսի 4-րդ գլուխի մեջ։ Սուն օր ձոմ բայեց, ոչ գերավ, ոչ խմեց։ Աստուծո խոսքի մեջ, երբ ձոմաբավության նյութը սերդենք, 4 հարցումներու պատասխանները կստանանք։ Ինչու ձոմ բայելու ենք, երբ ձոմ բայելու ենք, ինչ ձոմ բայելու ենք, և ինչպես ձոմ բայելու ենք։ Այսինքն, մեր վիճակը վիճակը լալու է, երբ ձոմ գահենք։ Առաջ ձոմաբավություն և աղոտք միասին գընթանան, ասիկա շարունակ գգրտնենք։ Ձոմ առանց աղոտքի, առանց Աստուծո խոսքի ընթերցանության, այդ միայն գշիր գործընթերելու գծարայ է։ Միայն, գնի ադաս քիչմը։ Այնպես որ Աստուծո խոսքի ընթերցանություն միասին։ Եվ ժամեր չգան, անհավին վիճակեն գախյալ է։ Աստվածաշունչի մեջ լամերդերը, լարակելական շրջանի մեջ աբրող Հիսուսի աշակերտները մասնավոր օր և ժամ չորոշեցին։ Անշուշտ, եթե դրական եկեղեցիներ ետքը հատուկ ժամեր, օրեր որոշեցին, հարկելի է, դիսցիպլինի վարժվելը,
լավ է, ավելի լավ է, քան թե հովուր որ տանի կպճե երթան։ Հինն իվեր չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը մարդիկ ծոմաբաություն գնեն։ Գիտեք ինչու համար քահապարը ինչ է։ Որովհետեւ չորեքշաբթի Հիսուս ցերպակալվեցավ։ Ուրբաթ օրնալ խաչվեցավ։ Անորոշ մարդիկ իրենց մեջ այս օրերը որոշած են ծոմաբաություն կամ ընդիր կարելի է սելիք տեսնենք սուրքի մեջ արձակրված մարդիկ ձոմ բայեցին։ Առաջին անգամ ձոմաբաության մասին Սամուել մարգարեի ժամանակ առաջին թագավորած 7 գլուխի մեջ պիտի գարտամ 36 համարները որ գսե այն Սամուել Իսրայելի բոլոր դանը խոսելով եթե դուք ձեր բոլոր սրտով չեն օդար աստվածները ովթը վերցեք ու ձեր դերոջը պատրաստեցեք ու միայն զանիգա հաշտեցեք ու անգա պաշտացոց ձերքեցես պիտի ազատեք և Իսրայելը ու աստարովը վերցուցին ու միայն դերոջը ծառայություն ըրին և Սամուել ըսավ բոլոր Իսրայելը Մասպայի մեջ ժողվեցեք ու ձեզի համար դերոջը աղոտ կնեք Մասպայի մեջ ժողվեցան ու շուր քաշեցին և դերոջը առջև թափեցին այն օրը ձոմ բռնեցին ինչ ըրին այն օրը ձոմ բռնեցին և հոն ըսին դերոջը մեղ գործեցին և Սամուել Մասպայի մեջ Իսրայելի որդիներուն թագավորում ձոմ բայեցին մեղքերնին խոստովանելով գարտած չէ մեղքերնին խոստովանելով ձոմ բայեցին ժողովուրդը օդար աստվածներ կբաշխեր եւ Սամուել ինչպես գարտածիկ ժողովրդին գոչ ըրավ որ անոնք աստարովթը վերցնեն իրենց մեջ են աստարովթը փյուրիգեցված չաստվածուհին էր որ իսրայելացի սկսած զբաղվել հեսուի մահեն ետքը Բաշտամունքի ժամանակ բոցությունը մաս կգազմեր Աստված բաչեց իր ժողովուրդը և զանոնք փղշտացված ձեռքը մատնեց և Սամուել գսե որ գարտածինք երրորդ համար այն ադես Սամուել խոսեցավ դեր ժողովրդին Իսրայելի եթե դուք ձեր բոլոր սրտովը դերոջը դարձերեք ձեր մեջ են օդար աստվածներ ու աստվածը վերցուցեք և ձեր սիրտերը դերոջը պատրաստեցեք միայն զանիգա պաշտեցեք Բարեբախտաբար ժողովուրդը Սամուելի գոչին ականջ դվին և որոշեցին ձոմաբաությունով դարձիկ ապաշխարեն այս օրերու մեջ որ եկեղեցի իրեն ժողովրդին գոչ ընեն գնեն փառք ու դանկանոր համար գոչ կնեն աշխարհության աստծո մոտենալու յուրաքանչյուրը բիդրամի նման ավետարանի չի վերածած է ոչ կնեն ժողովրդին դրանից է ժողովուրդալ մայգն ինչպես որ հոս կտեսնենք դարձի եկան իրենց գուրքերը մեկում ցկեցին իրենց սիրտերը պատրաստեցին եւ հոս փամբը ըրին որ հերակրական է Չուր քաշեցին ու դերոջը առջև թափեցին այդպես կարտացին Ինչ կնշանակի այս Ինչ կորձ ունի չուր քաշեցին հորեն եւ դերոջ առջև թափեցին այս չուրը Այս արկով ցույց տվին իրենց սիրտի որոշումը Ինչպես որ չուրերը երբ գտապես չուրը գտապվի Ետ չես կրնար հավաքել Չես կրնար հավաքել Այնպես ալ Ասել
դեր մենք ալ մեր որոշում են ետ չենք դառնար ինչպես որ այս ճուրը տապեցի քուարչը այս է իմաստը նաև քեղեցիկ խորհրդաբաններ մնել իրենց սիրտը Աստծո արչև թափելուն ինչպես Դավիթ գսե անոր արչև սիրտերնի թափեցեք Սաղմոս 62:8 Ուրեմն ձոմ գբահենք Աստծո դառնալով աբաշխարելով այս խելքը փոխելով նույն խելքը չի մնար բայեցողության ժամանակ եթե մեր միտքը չենք փոխել իմաստ չունի բայեցողությունը կամ ձոմը Եթե մեր սիրտը չենք մաքրել, Աստծո առջև չենք թափել, իմաստ չունի։ Ուրեմն այս է, ուրիշ թարգմանության մեջ գսե աբաշխարելով ճուրի պես սիրտերնին թափեցին։ Մարդուն դժվարությունը երկու միտք ունենալն է։ Երկու միտք Գես սրդով Աստծո հետ քալել։ Սիրտին գեսը մեղքին վրա է, անշուշտ աչքարու ասանք սարսափելի մեղքեր չէ, մեղա, մենք այդ տեսակ մեղքեր չենք կործեր։ Ուրիշ տեսակ մեղքեր, որ մեղք չենք համարել։ Քույներ դված ենք։ Բայց այս է դժվարությունը, գես սիրտով։ Սիրտին գեսը մեղքին վրա, գեսնա սրբության վրա։ Սիրտին գեսը եսին վրա, վայ եթե մարդուն եսին թպնաս, քիչ մասպես թբիր, խարնե քիչ մը, գպզկտե քեզի, գպզկտե։ Այսի մեղք է ասի։ Այո, բոլոր սիրտը չէ, բայց գեսն է։ Թուրս, անոր համար Սամուել գսե, ծեր բոլոր սրդով Աստուծո դարձեք։ Մովսես մարգարենալ նույնը ըսավ, հեսունալ նույնը ըսավ, մերդերնալ հստագրավ երբ ըսավ, չեք կրնար երկու դիրոջ ծարայել, չես կրնար, ես կգարկատրեմ, ես կկալեցնեմ, չես կրնար, մարդոց կխապես, որ սիրտդ մաքուր է, Աստուծո հետ է, եկեղեցի գերտաս, չես կրնար Աստուծո վրա այս բանը գադարել, բոլոր սրտով, Հիսուս ըսավ, երկու դերոց ծարայելու չես կրնար, անգարելի, թե Աստուծո, թե մամոնայի թրամին, հիմա Հիսուս թրամը օրինակ պերա, որդև այդ թեպքի մեջ հարուստ մեկը գար, բայց հարցը միայն թրամը չէ, ուրիշ շատ մեղքեր կան չեք կրնար, և եթե նգադենք, ուր որ ձոմաբահություն եղած է, նաև աղոտ մատուցված է, միշտ իրարու հետ, Շատեր ձոմ կբահեն, կամ բահեցողություն կնեն, բայց չիղերնի խանգարված, մի խոսիր հետերնին, նայր հետս մի խոսիր, մի չիղերս մի խանգարեր, ձոմաբահության մեջ եմ հիմա, չլարաս, հանդարդություն, դերոջ արջև կալով, խոնարելով, այս բարակային խոստովանության աղոտ կնե, որ գարտացինք, դերոջը թեմ մեղ կործեցինք կսե, Սամվելի բարական, որ քիչ առաջ գարտացինք, 6-րդ մարմիջ, ուրեմն առաջին գետը այս է, բայեղծողություն, ձոմաբահություն, աբաշխարելով այս խելքը գգետրոնացնենք Աստծո խոսքը գարտալով 40 օրեր իսկապես, եթե մարդիկ անգեղծ լան, Աստծո արնեն և սիրտերնին փանան կփոխվին, Ցարցը Աստվածաշունչը բահարանի մեջ թրածեն և բայեցողություն գնեն և չեն ուզեր իրենց խելքը միտքը փոխել։ Երկրորդը, երբ ձոմ բահելու ենք, երբ մեր կյանքին ընթացքին լուրջ հարցերու առջև գտնվենք։ Աստվածաշունչեն օրինակը, որ հոս տեսանք Եզրասի բարական, երբ Փափելոն գտնվեին, հիմա Երուսաղեմ բիդերտան դաջարի շինության համար լուրջ դժվարության առջև գտնվեին։ Վտանգավոր ճամփորդություն բիդնեին, ինչպես որ ըսինք։
Ուրեմն երկու նպատակներու համար ձոմաբաությունն եւ աղոթեցին։ Նպատակ կա։ Չու համար բայեցողություն գնես։ Բարդականությունս ինչպես որ սկիզբը ընդհանուր արմամբ մեծամասնության սխալ ըմբռնումը այս է։ Ես գաղութեմ Աստուծո համար, ես բայեցողություն ունեմ Աստուծո համար, բարդականությունս պետք է գադարեմ, որ թրացիները երբ որ ջաշկեպեն, ոդը չարնեն միսին եւ այլն, այնպես որ բարդականություն է, վնաս չունի, անցը սկզբենք, ասալ բիդանցնի եւ այլն, հետո դեղը գահանենք։ Այնպես որ այս չէ, նպատակ պետք է, նպատակ։ Ասոնք լուրջ դժվարության առջև էին։ Երկու նպատակներու համար ձոմ բայեցին աղոթքով։ Առաջին նպատակը գսե որբեսի խոնարինք, այդպես կարդացի, չէ։ Գսե ձոմաբահություն քարոզեցի, որբեսի խոնարինք։ Ամենադժվար բանն է խոնարհությունը։ Եվ խոնարհությունը բարգև չէ։ Ձոմաբահություն չեն գներ, որպես Աստված մեզի խոնարհության բարգևը դա։ 24 ժամ եթե աղոթես, ըսես ով Աստված ինձի խոնարհության բարգևը դուր, Աստված քեզի կպատասխանի, ես այդ տեսակ բարգև չունիմ։ Ուրիշ բարգևներ ունիմ, խոսքս գարտա, պիտի հասկանաս։ Խոնարհությունը ընդրություն է։ Ես գորոշեմ գնդրեմ խոնարհությունը։ Հիսուս այդպես չրավ, իր անձը ունայնացուց, բոսարակյալ խոնարհության միտքը բացադրելով, գսե Հիսուս Աստված որդի լալով իր անձը ունայնացուց, մեկը չստիպեց իրեն, իր թիրքը ուրիշիմը ցերքեն հապշտակված, որպես թե հապշտակած է, եւ այդպես ամուր մգեցած է իր թիրքին վրա, այդպես չէ, ընդրեց խոնարհությունը։ Ուրեմն պետք է խոնարհությունը ընդրես։ Երբեմն Աստված գստիպվի դժվարություններու մեջ է անցնել մեզի, որբեսի ներոամիտ գլակ մեր քիթը քեդին քսվի եւ հոն ընդրենք խոնարհությունը։ Ավելի լավ չէ, առաջ որ դժվարությունը կա, ընդրենք խոնարհությունը։ Ով դեր ինչպես որ թուն ուզես, քուգանքը դլա։ Հոս ձոմաբահություններին աղոթքով խոնարհելու համար։ Ինչ կխորիկ, այս ճշմարտություն չէ նաև մեզի համար, բոլորիս համար։ Գգարձես, որ շատ խոնար ես, երանի քեզի։ Աստված կնութեն է բիդանցն է, պամը բիդն է, դունիտ մեջ, եկեղեցի մեջ, գործիտ մեջ, օֆիսը, որպեսի թու գնաց խոնար չանցի։ Եվ հոն գաղթեն, որ միտքը պացվի, լուսավորվի, և ընդունիս, որ իր անցիտ երին թարթած։ Ուրեմն ձոմաբահությունն է խոնարելու համար։ Երկրորդը նպատակը հաջող ճամփորդության համար։ Լուրջ է, փափակնին սուրբ է։ Երուսաղեմը շինելու պիտի երթան։ Մեծ է թիվը, անոնք որոնք պիտի երթան, բայց վտանգավոր է ճամփան։ Ով դեր մեզի հետ եղիր, մեզի առաջնորդ է։ Եվ թու սիրելի բարեկամ, քու ներկայիդ եւ աբակայիդ համար Աստուծո առաջնորդության պետք չես։ Թուն քու խելքիդ պիտի վստահիս։ Բայց Աստծո առաջնորդության անոր առաջնորդությունը խնդրե թող անք արջևետ եւ թուն անոր հետևիս այն ադեմ հաշով ուրեմն ինչու այս չարկա բարդականություն պետք է գարի քրիստոնյա ինչ է մենք իսլամ ենք քրիստոնյա ենք այնպես որ հավատարիմ պետք է լանք այս չէ
որ կմատնա լուրջ հարցեր կան, առնվելի քայլեր կան, ռոչությունը խնդրե, այն դերը պիտի աչողեցնե։ Եվ Եզրաս գսեոս, անիգա կընդունեց, գսե ուստի դոմ պրնեցինք, ու այս բանին համար մեր աստուծմեն օգնություն ընտրեցինք, ու անիգա մեր խնդրվածքը ընդունեց։ Հաճող ճամփորդություն ունեցան։ Չես խորիր, որ ասի յուրաքանչյուրիս վերակրելի է, թաս չի ասի մեզի։ Վտանգներ կան, պետք է Աստուծո առաջնորդությունը խնդրես։ Սակայն առաջ խոնարեցան։ Սիրելներ, Աստուծո թիրքը արևեն բայց հստակ է։ Որքան որ շուտ լավ գմփրնես, այդքան լավ է քեզի համար։ Ինչ է թիրքը, Աստված ինք գսե։ Խոնարներուն շնորհ տա, հբարտներուն գահագարակ։ Ես եկեղեցի գերտամ, ես այս եմ, ես այն եմ։ Հբարտ ես, Աստված քու հագարակ է։ Իսկ խոնարներուն շնորհ կուտա։ Մարդ կորեն խոսելով, Աստված երբ խոնար մարդը գտեսնե, չի կրնար գնալ։ Փամը հասկանան գսե այս փառը գործած։ Խոնար հեզ եղիր։ Աստված խոնար սրդերը գգնա։ Եվ մի որ Աստծո խոսքնա խոնար սրդերում մեջ դեղ հոն որպես աղեք հոն գծամվի և գաջի։ Ինչու մահավատացյաներ 40 դարի եկեղեցի գերտամ, որ հենց խոնար սրդի մեջ կգտնե և Աստուծո գանչի։ Մարդիկ չսեր։ Բերես երբ սիրդունիս նոքուտ մաչունի։ Ասկայնով պավարարվինք, դերգամի կրակի բիդի շարդունենք։ Մատյոսի 6 կլուխ 16-17 ասպես է։ Ու երբ ձոմ գբայք, դու մերես մարդոս ձոմ ձանցվար կը երբ ձոմ գբայեց, կլուխըտ օձե ու եսըտ լվա։ Այսպես ձոմ գբայք։ Մենք այսպես ձոմ գբայենք, մեր թրացիներուն, շուրջիներուն, որ մենք չենք, թերևս ինքը դումը կաղեղեն գերեր է, շոկոլատը գերեր է, իր բաշոնատը գսե, շոկոլատ գերեր ես, պես կլավի, մնաս չուլ մեկը չի դեսնեն, միշտեր ինքն ալ դումը գերեր է, երբես բաղություն չնենք, այնպես որ ձոմաբաղություն է, ուրիշներուն ցույց տալու համար է, որպեսի հովեսի, կողացանքի արժանանակի մեզ, ըսելով թե լավ քրիստոնյա մնե, իշտ է ձուր է Աստուծո արդյը։ Դա սիրելներ մեգալ, այո, ձոմ է, բայեցողություն է, հոգ չէ, ինչ
խոնարհությամբ դեպի չարչի խոնարհիկ եւ պատրաստ մեր միտքը եւ հնազանդ իրը օրհնեցեզի եւ լավ որ այս ճշմարտությունները մեր սրտերում գտնեն եւ ժամանակաշրջանը մեզի փոխեն ավելի եւ չմոռանանք մանավանդ գտեսնենք աշխարհի վիճակը Հիսուսի վերադարձին քալուն ոտքային շնորհքի մեջ 90 ով Հիսուս հոգիս բահե միշտ խաչիտ մոդերը ուր աղբյուրը գհոսե ով Հիսուս հոգիս բահե միշտ խաչիտ մոդերը ուր աղբյուրը գհոսե Տեր Հիսուս, որքան փառք ունենք ներկայությանդ եւ խոսքիդ համար, շնորհակալ ենք Տեր գողորմիս գզավակներդ որ անքալ Տեր նմանին ենք խոսքդ գարտալու եւ Տեր պատրաստ լալու մեր միտքը փոխելու
խոսքիդ ճշմարտություններ ու լույսին տակ։ Գաղութեմ դեր այս խորհրդածությունները յուրաքանչյուրի սրտերում մեջ թրոշմես եւ դեր իրապես ոչ թե միայն լսողները լանք, այլ խոսքդ գադարողներ։ Արցակես մեզ քո խաղաղությամբ, բարքիդ համար կխնդրենք, ամեն։